Բարի երեկո սիրելի հեռուստադիտողներ, մենք շարունակում ենք հետևել կարևորագույն իրադարձություններին։ Այսօր մենք կզրուցենք էկոնոմիկայի նորանշանակ նախագահ Վահան Քերոբյանի հետ, նախարար, հավանաբար պետք չի ասել, թե ինչ կարևոր է այս օրերին սկսել վերակենդանացնել տնտեսությունը եւ ընդհանրապես տնտեսական ինչպիսի ապագա ենք մենք տեսնում այս իրավիճակում մեզ համար։ Բարի երեկո պարոն Քերոբյան, շնորհակալություն հրավեր ընդունելու համար։ Գիտեք, որ քաղաքական շեշտադրումները այսօր շատ են, դուք միացաք մի թիմի, որի ժամանակ եղել է այսպիսի հայտարարության ստորագրություն եւ մենք հողերի զգալի մասը զիջել ենք Ադրբեջանին։ Ձեզ անվանում են դավաճան, դուք միացել եք այդ թիմին, դուք քաղաքական պատասխանատվություն եք կիսելու այս թիմի հետ։ Ձեր մեկնաբանությունը։ Ես կարծում եմ, որ այն ինչ որ տեղի ունեցել մեզնից յուրաքանչյուրի սխալի պատճառով եւ ես ինձ այո համարում եմ հայ ժողովուրդ թիմի անդամ եւ չեմ խուսափում այն պատասխանատվությունից, որը կրել է հայ ժողովուրդը այս ժամանակի այս հատվածի ընթացքում։ Այստեղ մեղքը բարթել ինչ որ կոնկրետ մարդու վրա առնվազն հիմարություն է եւ դա կարող են անել միայն այն մարդիկ, ովքեր չեն եղել պատերազմի դաշտում եւ չեն տեսել այն անապատները, որոնք մենք չենք լցրել մարդկանցով տասնամյակներով, չենք զինել մեր բանակը տասնամյակներով այնպես ինչպես անհրաժեշտ էր եւ որի արդյունքում մենք ունենք այն վիճակը, որը ունենք, հա, ուղղակի այստեղ ամբողջ հարցերն է, որ մենք ուրիշ հայրենիք չունենք եւ մենք պարտավոր ենք մեր հայրենիքը օր առաջ ուժեղացնել եւ պատրաստել առաջիկա մարտահրավերներին։ Դուք եղել եք մարտի դաշտում։ Առաջին օրվանից մինչեւ մի շաբաթ առաջ։ Մի շաբաթ առաջ եք վերադարձել։ Այո։ Իսկ իմ եղբայրները դեռևս չեն վերադարձել։ Ահա։ Որոնք նույնպես առաջի օրվանից կամավոր 3 եղբայրով եղել ենք առաջնագծերում։ Այսօր դες ասում են դավաճան։ Դե ես չեմ պատրաստում շատ ուշադրություն դարձնել այն մարդկանց ասածին, ովքեր դատելու իրավունք ընդհանրապես չունեն։ Շատ լավ, պարոն նախարար, տեսեք, տնտեսության զարգացումը էապես կախված է մի շարք գործոններից՝ կայունություն, անվտանգություն, դրական սպասումներ, հա։ Այսօր մենք ունենք անկում, ապաթիա, անվտանգության հետ անորոշություն, ճգնաժամ, դեպրեսիա։ Արդյոք հնարավոր է նման պայմաններում նման սպասումների վատ, բացասական սպասումների մինիմում անորոշության համընդհանուր զգացման պարագայում խոսալ տնտեսության կամ գտնել բանաձև տնտեսության զարգացման համար, որովհետև ինչ է նշանակում տնտեսությունը զարգացնել, եթե կարճ ասենք, պետք է գումար ներդրվի եւ այդ գումարը դիվերսիֆիկացնի ինչ որ արդյունք։ Հա? Ով գումար կդնի նման պայմանում, խնդրեմ։ Անգլերեն մի հատ լավ արտահայտություն կա, անգլերեն շատ լավ արտահայտություններ կան։ Կոչվում է The disaster shouldn't go to the waste, այսինքն աղետը չպետք է նետվի աղբանոց։ Մենք պետք է այն էներգիան, որը առաջացել է այս աղետի ժամանակ, վերափոխենք աճի եւ օպտիմիզմի էներգիայի։ Իհարկե դա չի նշանակում, մենք պետք է մոռանանք մեր կորուստները, բայց այդ կորուստների հիշատակը մեզ պետք է ստիպի շատ լավ աշխատել եւ օր առաջ վերականգնել մեր տնտեսական ակտիվությունը։ Ինձ ճանաչողները գիտեն, որ ես աճի մարդ եմ, ես գնում եմ այնտեղ, որտեղ պետք է աճացնել եւ ես վստահ եմ, որ դա հնարավոր է, նույնիսկ ձեր թվարկած բացասական պայմանների արկայության դեպքում եւ շատ կարճ ժամանակահատվածում դուք կտեսնեք բեկումը։ Բեկում։ Այո, բեկում։ Մենք բեկում ենք ունենալու։ Իհարկե։ Բայց տեսեք, բոլոր քաղաքական ուժերը խոսում են արտահերթի մասին։ Ժամկետների շուրջ տարաձայնություն կա, թե մինչև այդ արտահերթը ով պետք է կառավարի երկիրը եւ այլն, բայց բոլորը խոսում են, այսինքն դա նշանակում է, որ դուք առնվազն 6 ամսվա նախարար եք լինելու։ Ինչպես եք բեկում մտցնելու 6 ամսում։ Պետրոս, ես գալիս եմ այնպիսի տեղերից, որտեղ 3 րոպե հետո կարող էր ամեն ինչ վերջանալ եւ ես եկել եմ երկար ժամկետով, բայց գիտակցելով, որ այս պահին, ասենք հնարավոր են տարբեր սցենարներ,
ես այդ առումով վստահում եմ վարչապետին եւ չեմ պատրաստում ինքս դատողություններ անել ժամկետների եւ գնում եք անելու եք այո, իմ պլանը 5 տարվա է, բայց ես այսօրվանից սկսում եմ աշխատել։ Եթե ինչ-որ պահի ինձնից ոչ չկախված պայման պատճառներով ընդհատվի իմ ծառայության տևողությունը կամ ընդհատվի իմ ծառայությունը, ապա դա ինձնից անկախ պատճառներով է։ Համենայն դեպս ես տրամադրված եմ մարտական եւ երկարաժամկետ։ 5 տարին ո՞նց է հաշվված խաղապահներով։ Տեսեք ոնց է, մենք չէ, 5 տարին այդ մոտարապես այն ժամկետն է, որտեղ որի վրա ես այսօր պլան ունեմ։ Իսկ հետ հաշվարկի առումով, այո, մենք այսօր եւս ունենք հետ հաշվարկ 5 տարեկան, 5 տարվա, իսկ խաղաղության հայտարարության մեջ նշվել էր 5 տարի, եւ իհարկե այս 5 տարվա մեջ մենք մի քանի անգամ առիթ կունենանք համեմատելու մեր տնտեսական մկանները Ադրբեջանի տնտեսական եւ ռազմական մկանների հետ եւ պետք է ամեն ինչ անենք, որ տնտեսապես մենք լինենք այնքան ուժեղ, որ կարողանանք դիմագրավել Ադրբեջանին։ Դուք ձեր հարցազրույցներից մեկում գրում եք, որ ասում եք, որ մեր տնտեսությունը պետք է լինի համեմատելի եւ մի բան էլ առաջ ասնենք Ադրբեջանի տնտեսությունից։ Այո։ Պարզվում է դուք նաեւ ռոմանտիկ եք, որովհետեւ իրանք ունեն հսկայական նավթային պաշարներ, նավթ, գազ, նավթադոլարներ եւ այնտեղ միլիարդներով է հաշվում։ Մենք լուրջ հավատում եք, որ մենք 1-2 տարի հետո անցնելու ենք Ադրբեջանին։ Իսկ մենք ունենք կոռուպցիայից ազատ տնտեսություն, տաղանդավոր եւ գործարար հայ ազգ եւ հզոր սփյուռք եւ բացի դրանից բազմաթիվ չիրացված հնարավորություններ։ Փակ սահմաններ, թանկ ինքնարժեք, փաստացի բլոկադա եւ 2 միլիոնանոց շուկա։ Գիտեք ինչքան շատ են սահմանափակումները, այդքան པարզ են լուծումները։ Այսինքն դու ոչ թե նայում ես 360 աստիճանում ինչ լուծումներ կա, այլ քո, ասենք 30-40 աստիճանի մեջ, հա։ Այնպես որ եթե ես մտածեի, որ լուծում չկա, ապա իմ այստեղ գալը անիմաստ է, որովհետև ես ունեմ հաջող բիզնես եւ չէի պատրաստվում, ասենք, մտնել միտեղ, որտեղ ձախողումը անխուսափելի է։ Այդ պարագայում որոնք են լինելու ձեր առաջնահերթությունները, առաջին քայլերը տնտեսական կյանքը ակտիվացնելու համար։ Այսօր մեր երկու հիմնական խնդիրները կայանում են նրանում, որ մարդիկ տրամադրություն չունեն եւ հետեւաբար քիչ են սպառում եւ առաջի քայլերից մեկը պետք է լինի վերականգնել սպառումը, միգուցե դա կլինի տնտեսական ծրագրի տեսքով կամ որևէ այլ տեսքով, բայց խթանել սպառումը։ Առաջի խնդիրը պետք է լինի խթանել սպառումը եւ երկրորդ խնդիրը պետք է տնտեսվարողներին տալ այն դրամական ռեսուրսները, որը այսօր օդ ու ջրի պես իրանց անհրաժեշտ է, որպեսզի իրենց տնտեսական գործունեությունը իրագործեն ամբողջ թափով։ Հետագայում, ասենք մյուս տարվա պլանների մեջ, ասենք ստեղծել բոլոր անհրաժեշտ պայմանները մարդկանց համար բիզնես սկսելու եւ բիզնեսը առաջ տանելու համար։ Իսկ ստեղծված չեն, ես ինչ լսում եմ, այդ պայմանները ստեղծում ենք մենք։ Տեսեք ոնց է, Հայաստանում բիզնես անելու ամենամեծ խոչընդոտը ոչ միայն այսօր, այլ նաեւ նախորդ 20 տարիների ընթացքում դա ֆինանսական ռեսուրսների հասանելիությունն է։ Էժան։ Ընդհանրապես ռեսուրսների հասանելիություն։ Միակ ձևը, որտեղից կարելի է փող ճարել, դա բանկային համակարգն է։ Իսկ դա ընդհանրապես մի շերտն է տնտեսությունը ֆինանսավորելու համար։ Այդ շերտը մեր մոտ լավ է աշխատում, բայց բազմաթիվ այլ շերտեր գոյություն չունեն։ Սկսած հրեշտակային ֆինանսավորումից, մասնավոր ինվեստիցիոն ֆոնդերից, վենչուրային ֆոնդերից, կապիտալի շուկաներից եւ այլն եւ այլն։ Այսինքն իմ խնդիրը պետք է լինի տալ անկաշկանդ հնարավորություն բիզնես սկսելու եւ հաջողության հասնելու եւ միգուցե նաեւ սխալվելու համար։ Այսինքն պետք է մարդը անկաշկանդ մտնի բիզնեսի մեջ եւ իրացնի իրեն։ Պարզ է, ռիսկը մեծ է, շատերը կձախողեն,
բայց հաջողակները կստեղծեն այն արժեքը, որը մեր տնտեսությունը կթռիչքաձև աճի կտանի։ Պարոն Քերոբյան, եկեք օբյեկտիվ լինենք, հա, մենք ունենք 2 միլիոնանոց շուկա, որը սպառման համար ոչ մի բան է, հա, եթե լուրջ բիզնեսի տեսակետից ենք խոսում, զարգացող համաշխարհային մակարդակի։ Մենք ունենք շրջափակում եւ չունենք այն ինտելեկտուալ կարողությունները, որպեսզի ստեղծենք գեր ժամանակակից տեխնոլոգիաներ։ Հետևաբար մեր տնտեսության զարգացման միակ վեկտորը պետք է լինի արտահանումը, այնպիսի բաներ սարքենք, որ կարողանանք արտահանել, որտեղ ներքին սպառումը 2 միլիոնանոց շուկայում շատ մեծ բան չի բերի։ Արտահանումն էլ օբյեկտիվորեն թանկ է, որովհետև կոմունիկացիաների խնդրեմ ունենք։ Ով պետք է ստեղ ձեր ասած այդ ֆոնդերը ներդնի, վենչուրային ֆոնդերը, ինչի պետք է ստեղ վենչուրային ֆոնդեր ներդնեն, ինչու էժան ֆինանսական միջոցներ պետք է ներդնեն, ինչի համար, այ ինչի համար։ Տեսեք, մենք ունենք բազմաթիվ հնարավորություններ, սկսած մարդկանց բարձրի տակ եղած փողերից, այդ մարդը, որ փողը տանում է բանկում է դնում 4%-ով, 5%-ով, ինչին է պետք է հանի բերի դնի տնտեսության մեջ, որ ինչ անի, որ աշխատի ավելի շատ փող։ Բայց չի լինում, ասեցի։ Ստացվի։ Ճանապարհները փակ են։ Մենք պետք է ստեղծենք պրոդուկտներ աշխարհի համար։ Այսինքն, իհարկե, եթե մենք ֆիքսվենք մեր 2 միլիոնանոց շուկայի համար, ապա կունենանք մի քանի փոքր բիզնես։ Այո։ Ցանկացած հայ բիզնեսմեն պետք է իր մտահորիզոնը ընդլայնի Հայաստանի սահմաններից դուրս։ Ինչու՞ գեղեցիկ։ Այո։ Եվ դա ռեալիստիկ է, եւ ես ձեր առաջ նստած մի օրինակ եմ, որը բիզնես արել Հայաստանում եւ Հայաստանից դուրս։ Եվ ես չեմ համարում, որ ես շատ հաջող եմ, լավ կլիներ, որ ես ասենք ամբողջ աշխարհով բիզնես անեի, ոնց որ անում են Pixar-ը, Crisp-ը եւ բազմաթիվ այլ օրինակներ։ Մեզ ուղղակի պետք է պատմել այս օրինակների մասին երեխաներին, մեծերին, բոլորին, ողջևորել իրանց, տալ գործիքները եւ օգնել իրենց դա անել։ Բնականաբար ես համաձայն եմ ձեր հետ, որ կա գիտելիքի պակաս, դա կարող ենք երկարաժամկետ լրացնել մեր կրթության եւ գիտության բարելավմամբ եւ դա պարտադիր պետք է անենք, իսկ մինչ այդ մենք իհարկե ունենք բազմաթիվ ռեսուրսներ թե Սփյուռքում, թե իհարկե ոչ հայկական շրջանակներում։ Այսինքն օրինակ, եթե մեզ պետք է խելոք մարդ բերել, որ անի ինչ-որ բան, եւ դա ասենք հայ չի, այլ հնդիկա կամ պարսիկա կամ ամերիկացի է, ապա մենք պետք է մեր բիզնեսմենին տանք այն ֆինանսական ռեսուրսները, որը թույլ կտա նրան ներգրավել անհրաժեշտ գիտելիքը եւ ստեղծել անհրաժեշտ պրոդուկտը։ Տենց է։ Շատ լավ, մենք երբեմն լսում ենք այս համաձայնագրի հետ կապված, այդ հարցը ցավոք սրտի քիչ է քննարկվում։ Մի երկու առաջ Լավրովն էր այդ մասին ասում, Ռուսաստանի նախագահն էր ասում, մեր վարչապետն էր ասում, որ նախատեսվում է տարածաշրջանի կոմունիկացիաները բացել, սահմանները, նաև տնտեսական կապերը։ Մենք ունենք ռազմավարություն մշակած այս պարագայում, ինչ պետք է անենք, որովհետև դա էապես փոխում է մեր լոգիստիկան, փոխում է մեր հնարավորությունները, բերում է շատ լուրջ, եթե լինի, կբերի շատ լուրջ մարտահրավերներ, նաև հնարավորություններ։ Ինչ-որ բան անում ենք մենք այդ առումով։ Քննարկում, ես չեմ տեսել որևէ քննարկում տնտեսագիտական։ Իհարկե, բաց սահմանները շատ լավ է տնտեսության համար, որովհետև մրցակցությունը ստեղծում է ավելի ու ավելի լավ պրոդուկտներ։ Այսինքն մրցակցության արդյունքում մենք մեր տնտեսությունը դարձնում ենք աշխարհի մակարդակին հավասար։ Այսինքն եթե մեր մոտ գալիս են էժան եւ որակյալ ապրանքներ, ապա մեր տեղական արտադրողները ստիպված են դառնալ ավելի լավ, հա։ Բայց այսօր կոնկրետ, հա, եթե շատ կոնկրետ ասենք, եւ դա իհարկե կոչ է մեր բիզնեսմեններին, ունենք վիճակ, որ հունվարի 1-ից 2200 տիպի թուրքական ապրանքների մուտքը Հայաստան արգելվելու է։ Դա այդ որոշումը ընդունվել է պատերազմի ժամանակ, նախորդ նախարարի ժամանակ, եւ դա ուժի մեջ է մտնելու հունվարի 1-ից։ Արդյունքում
ես կարող եմ ասել, որ ազատվելու է մոտավորապես $200 միլիոն շուկա Հայաստանում։ Տարբեր ապրանքատեսակների գծով, հա։ Ես կոչ եմ անում իմ գործընկերներին, բիզնեսմեններին, վերցնել այդ ցուցակը, տեսնել թե որ ինչ հնարավորություններ կան եւ այնպես անել, որ հունվարի 1-ից թուրքական ապրանքների փոխարեն մեր դարակներին, խանութների դարակներին հայտնվեն հայկական նմանատիպ ապրանքները։ Սա լավ հնարավորություն է, այսպես կարճաժամկետ։ Իսկ երկարաժամկետ, այո, սահմանների բացումը ընձեռելու է լայն հնարավորություններ։ Ասենք մեր էքսպորտերները կարող են, ասենք, ապրանքը արտահանել Ռուսաստան եւ այլ երկրներ ավելի հարմար ճանապարհներով, քան մինչև հիմա են անում։ Բացվելու են թուրքական պորտերը եւ ընձեռնելու են բազմաթիվ լայն հնարավորություններ։ Միգուցե նաեւ կբացվեն Ադրբեջանի շուկան մեր համար եւ մեր շուկան Ադրբեջանի համար, ու բնականաբար պետք են գալու, ասենք, բազմաթիվ լավ գիտելիք ունեցող մարդիկ, որոնք կարողանան օգտվել դրանից։ Մենք պատրաստում ենք ստեղծել այդպիսի ծրագիր, որը մեզ կպատրաստի քաղել այն բոլոր օգուտները, որոնք կարող են լինել տարածաշրջանի ապաշրջափակումից։ Շատ լավ, տեսեք, գյուղատնտեսության մեջ ինչ շատ տնտեսագետներ են ասում, որ կան ռիսկեր կապված հացահատիկի հետ, որովհետև այդ հացահատիկը այն հողերում, որտեղ մշակվում է, նրանք անցնում են ադրբեջանական կառավարման։ Մենք ունենք ստեղ ռիսկեր։ Իհարկե շատ լավ կլիներ, որ Հայաստանը որևէ ուտելիք չներմուծեր, բայց Հայաստանը այսօր էլ հանդիսանում է հացահատիկ ներմուծող երկիր, եւ այստեղ մեծ ռիսկ ես չեմ տեսնում այն տեսանկյունից, որ իհարկե մենք ավել գումար ենք ներդնելու, որպեսզի դրսից բերենք, բայց փաստացի այսօր այդ ներմուծման կանալները կան եւ կարճաժամկետ առումով որևէ ռիսկ ես չեմ տեսնում։ Գյուղատնտեսության առումով իհարկե շատ գործ կա անելու, մենք պետք է գյուղատնտեսությունը սարքենք գրավիչ եւ դրա համար պետք է իրան դարձնենք եկամտաբեր, արդյունավետ, այլ խոսքերով ասած գյուղատնտեսությունը պետք է խոշորացնենք։ Դրա համար իմ բանաձևը հետեւյալն է, մենք պետք է գյուղերում ստեղծենք ոչ գյուղական աշխատատեղեր, այսինքն մենք պետք է խթանենք, որպեսզի գյուղերում ստեղծվեն ֆաբրիկաներ, գործարաններ, հյուրանոցներ, բազմաթիվ այլ աշխատատեղեր, որպեսզի գյուղացիներին ազատենք այն տանջանքից, որի մեջ հիմա իրենք գտնվում են, իսկ դա փոքր հողակտորներ մշակելն է եւ չարքաշ կյանքով ապրելը։ Հետևաբար գյուղացիների մեծ մասը պետք է ազատել գյուղատնտեսական աշխատանքներից, որպեսզի իրենք աշխատեն ոչ գյուղական աշխատատեղերում, իսկ իրենց հողերը, փոքր հողակտորները վաճառեն այն մարդկանց, ովքեր արդեն մեծ հողակտորների վրա կկառուցեն արդյունավետ գյուղատնտեսություն։ Այո։ Այսինքն խոշորացում։ Այո։ Պարոն Փիրոպյան, մենք ունենք ռազմավարություն, թե ինչ ճյուղեր պետք է զարգացնենք, ինչպիսի տնտեսություն պետք է կառուցենք։ Վերջերում մենք մեր ռեսուրսները շատ քիչ են, շատ սուղ են եւ չեն կարող ամեն ինչին ձեռք գցել։ Կա այդպիսի ռազմավարություն։ Դե դուք գիտեք, որ իմ սիրած ոլորտը IT-ն է ու ինֆորմացիոն տեխնոլոգիաները բնականաբար իմ կիզակետում են լինելու, որովհետև այդտեղ է հնարավոր ստեղծել բարձրաժեք աշխատատեղեր, ստեղծել լավ մարդիկ ու ես պետք է իմ գործընկերների հետ համատեղ այնպես անեմ, որպեսզի IT-ն արագ աճ ունենա, իսկ դրա համար մեզ անհրաժեշտ ամենապակասող ռեսուրսը դա կադրային բազան է, այսինքն մենք պետք է այնպես անենք, որ շատ մարդիկ վերապրոֆիլավորվեն եւ դառնան IT ոլորտի մասնագետներ։ Այսինքն IT-ն լավ եւ վերջ։ Ոչ, գյուղատնտեսությունը արդեն այսի, արդյունաբերությունը եւ բազմաթիվ այլ ուղղություններ։ Շինարարությունը, ես ուզում եմ ասել, որ այսօր մենք այնպիսի վիճակում ենք, որ պետք է օգտագործենք ոչ թե միայն ամենալավ հնարավորությունները, մենք պետք է օգտագործենք բոլոր հնարավորությունները եւ բոլոր ուղղություններով պետք է մաքսիմալ անենք, որպեսզի տնտեսությունը աճի հնարավորինս արագ։
Ինչքան է կանխատեսում այս տարվա անկումը եւ ինչ աճի տեմպեր է կանխատեսում եկող տարվա համար։ Դե հոկտեմբերի արդյունքը -8.1 է եղել, իսկ տարեկան կտրվածքով -6.7, եւ ես ունեմ ընդհանրապես մի ամիս դա շտկելու համար, դա փոխելու համար, ու ես դա կփորձեմ անել, միգուցե դրական տեղաշարժեր լինի, բայց թվերը մոտավորապես այս շրջանակներում են լինելու։ Ինչ վերաբերում է հաջորդ տարվան, ապա ես ինձ չեմ ների, եթե երկնիշ տնտեսական աճ չստացվի։ Երկնիշ։ Այո, իհարկե։ Դու ձեզ չեք ների դա ոնց է արտահայտվելու։ Դուք կտեսնեք դրա։ Շնորհակալություն։ Տեսնենք։ Մեր հյուրը նորանշանակ նախարար, էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն էր, որը խոստացավ եկող տարի երկնիշ չեք ուզում սղագրեք։ Չէ։ Կհանդիպենք, կապրենք, կտեսնենք, ցտեսություն։